Շնորհակալություն։ Ես ոնց որ վերջ։ Այս երեխան էլի մեր մոտ եկել էր։ Ես իմ դեմքը ծանոթ չէր։ Մի րոպե սպասի, էլի։ Ինչ եղավ։ Պիտի չտայի այդ դեղերը։ Կարողա գողացել էր դեղատոմսը, կամ կարողա ստիպել են, որ առնի։ Այս պահի, էլի։ Բայց ինչ ես անելու։ Եկա սենյակում չէիր արդեն, գնացել էիր, չխոսեցինք, չքննարկեցինք, ինչ կարելի անել։ Երես անուսում մարդ էր, ունեցածը ծախեց, որ ուսում ստանամ։ Այն ժամանակ Լենինգրադում սովորելը երազանք էր, ես էդ էլ արեցի։ Ամենադժվար գործերը ինձ էին տալիս։ Ոնց են սխալ գնաց ամեն ինչ։ Չլուծվող հարց չկա։ Երեխա չեն արդեն, մեծ աղջիկները։ Ամաչում եմ երեսներին նայեմ։ Հյանք աշխատում հոսանքի փող եմ ուծում։ Հացը կույտ չի գնում, Վիգեն։ Ես իմ երեխու աշխատածը ուտելու տարիքին չեմ, որ վրեժ չազդու։ Ես հիմա իրանց ինչին եմ պետք, որ ամաչեն։ Ովա քեզնից ամաչում, ինչ ես խոսում։ Մեկ-մեկ խմում եմ, վատ եմ անում։ Հիմա որ խմած չեմ, հասկանում եմ, որ վատ եմ անում, բայց էդ էլ որ չլինի ինֆակտը կխփի ինձ։ Տուն եմ գալիս, երեխեքը մոտ չեն գալիս։ Դուռը բացում եմ, ամեն մեկը մի անկյունա գնում, որ գնամ պարկում չհանդիպենք։ Վերջերս հողուն շատ է գալիս մեր տուն։ Ու ամեն անգամ երեխեքը զանգում են, խոսում են իբր իմիջայլոց։ Իրանց թվում է չեմ հասկանում, որ ստուգում են խմած եմ, թե չէ։ Ես երկու աղջկատեր եմ, Վիգեն։ Ես իրավունք ունեմ, ես հենց ողին հավասարվելու։
Ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Լիզան ու Ադելը քո երեխեքն են։ Հովոն էլ իմ երեխան է։ Ու երեքն էլ գլուխները պատին են տվել, որ քեզնից պիտի ամաչեն, հասկացար։ Ամաչեն։ Հավաքվի։ Մամ, այստեղ ես։ Ադելին զանգում եմ, չի պատասխանում։ Մամ։ Հա, Լիզ։ Ասում եմ Ադելին զանգում եմ, չի պատասխանում, բայց դեղատանն չի։ Ասեցին մի քանի րոպեով դուրս ա եկեք, քանի ժամը չկա։ Բայց չեմ համբերում, ուզում եմ շուտ ասել։ Չէ, չասես։ Ինչի։ Լիզ, դու նոր եկար տուն չգիտես։ Այնքան բան ա եղել, մի բան չի։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Գլուխս այնքան խառն ա։ Այսինքն, մամ։ Զանգեց, վերջապես։ Ադել ջան, ինչի՞ չես զանգերից պատասխանում։ Բարև ձեզ, ում հետ եմ խոսում։ Ներեցեք ով է։ Մոռացել ես, որ Սարիկը քեզ այվազել է ասում։ Չես մոռացել, չէ՞։ Կյանքում չեմ մոռանա։ Դու կավիճով, ընդամենը կավիճով է, գրատախտակին անենց շեդևր էի ստեղծում, որ տնօրենը նույնիսկ թույլ չէր տալիս մաքրել։ Դու իմ ճանաչած ամենաազնիվ մարդն ես։ Անկեղծ եմ ասում։ Ու ես հենց քեզ եմ օրինակ վերում որպես մարդ, որպես ճիշտ տեսակ իմ տղու ու շատ շատերի առջև, հենց քեզ։ Այն որ դու տաղանդավոր ես, այդ ոչ մի վարքյան չի էլ քննարկվում։ Բայց դու սենց ես, սենց մարդ ես, սենց տեսակ ես, պրակտիկ չես։ Հա, դու պիտի ստեղծագործես, պիտի նկարես ու չմտածես, թե ով կառնի։ Բայց նաև կողքից ինչ-որ գործ պետք է ունենաս։ Այդ միլիոն անգամ արդեն քննարկել եմ։ Չմտածես։ Ես մարդ կգտնեմ բանկում, ամեն ինչ օրինական, այլ տարբերակ ոչ քեզ, ոչ ինձ չի սազում։ Կպայմանավորվենք, մի բան կանենք, մի բան կստացվի։ Ոնց որ ասում են, ես էլ միլիոնատեր չեմ, բայց դե հավաքած ինչ-որ գումար ունեմ։ Կդնենք իրար վրա, կվճարենք ու հետո կհասկանանք, թե ինչ ենք անում, հետո կհասկանանք, թե ոնց ա եղել, որ դու աճուրդի մասին չես իմացել։ Լսի, այսքան տարի ես քո ձեռը դիմացել եմ մի կերպ, ես եկել ես բիձա ուզում ես ինձ մենակ թողես, հա, չէ, չեղավ, չի ստացվի։ Բա ես ում եմ նարդի կրելու, որ գորգորամ, ինձ լավը զգամ։ Ես ու դու ահագին բարդ ճանապարհ ենք անցել։ Սովածել ենք մնացել, իրար հետ մրսելել ենք, իրար հետ կոշիկել ենք վառել, որ տաքանանք։ Ես ոչ մի բան կյանքում չեմ մոռանում։ Իրար հետ ցրտից ապակի դարձած ականջներով նավթի հերթ ենք կանգնել։ Մոռացել ես։ Այդքան բան ենք անցել մենք, ու հիմա եկել հասել ենք այստեղ, ես ինչ ա որ իրար հետ չկիսենք։ Դու հասկանում ես ինչքան բան ենք կիսել։ Ասի, մեզ կատի փոշին ու յուպին չի սպանել։ Այդ անտեր փողը ինչ ա որ մեզ սպանի։ Ձիգ մնա։ Ես քեզ խնդրում եմ ուղղակի ձիգ մնա։ Բայց ուրիշ բան կա, որ քեզ պետք է ասեմ։ Ինչ։ Այդ խոսեմ գամ, էլի։ Հալո։ Այս լավ էլ հավաքվել եք։ Ես էի պակաս, մտածեցի ես էլ գամ։ Հա, հիմա ինչ անենք։ Սպասենք Վիգենը գա, հա, նոր խմենք սուրճ միտեղ, թե սկսենք առանց իրան։ Ես ոնց հասկանում եմ դու ինչ-որ հարցեր ունես ինձ։ Վիգենը քեզ ա ման գալիս։
Նկարը սեղանի վրա դրած է։ Լավ կանես անետանաս տեղից։ Ես իմ հարցերը հետո կտամ քեզ։ Ես Ես երբեք ֆոտոգենիկ չեմ եղել։ Դու ես միշտ լավ դուրս եկել։ Բայց արի ամեն դեպքում սպասենք Վիգենն էլ գա։ Ինչ ձերբակալի, համելուսին մի աստղել կավելանա։ Եվ որպես արդար ոստիկան անպայման քեզ էլ հետը տանի։ Ես զգոցում եմ։ Բա հիմա ստեղ ինչ ենք կանգնած խոսում։ Բան ենք պայմանավորվում։ Ուրեմն ինչ ես եկել եմ Հայաստան ու ձեռքս վնասել եմ, դու ես եղել իմ աջ ձեռք, հասկացար։ Ես վստահ եմ, որ Վիգենը կհավատա, ես լավ եմ միշտ պատմում։ Չաուզը տարա։ Վիգենը։ Գնաս տեղից, չեմ ուզում իմ աչքի առաջ տանենք, ազատ ինձ դրանից։ Հա, հասկացանք, բան չունեմ ասել, բայց ես այդ ամեն ինչը հանձնարարել ու նոր եմ դուրս եկել։ Լավ։ Ոչ մի վարքյան հանգիստ չկա։ Աշխարհի որ ծայրում ուզում լինես, ինչ ուզում անես, ինչ հոգեվիճակում, կապ չունի, դու զանգերին անպայման պետքա պատասխանես, հետա։ Բան էիր ուզում ասեիր ինձ։ Հա, Ինչ ա եղել։ արի միտեղ նստենք խոսենք, էլի հանգիստ, սենց հարմար չի։ Աբալես։ Պապ Ադելը, պապ։ Ինչ ա եղել։ Ինչ ես լացում։